եթե աշխատանքը արդյունք չի տալիս, այսինքն կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եթե դրանից հետո էլի իր աշխատանքը իր բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք անել։ Էլի է պետք վերադառնալ կրթությանը եւ աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եվ սա պետք է լինի մեր քաղաքականությունը աշխատանքի ոլորտում։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաճախ կրկնվող այս թեզին, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, Հայաստանում աղքատության ճիրաններից բարձրագույն կրթություն ստացածներն էլ չեն կարողանում դուրս գալ։ Կրթության ու լավ կենսամակարդակի մասին դիֆերանտներին զուգահեռ թվերը խոսում են։ Բու հավարտած ավելի քան 100,000 մարդ աղքատության մեջ է ապրում։ 2024-ի տվյալներով նրանք չեն կարողացել ամսական գոնե 53,000 դրամ ծախսել։ Վիճակագրական կոմիտեն մի քանի օր առաջ հրապարակեց Հայաստանի սոցիալական պատկերն ամփոփող տարեկան զեկույցը։ Վերջին տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 22% կամ ավելի քան 660,000 մարդ պաշտոնապես աղքատ է։ Ավելի քան 18,000 մարդ ծայրահեղ աղքատության մեջ է ապրում։ 2024-ին ամսական նույնիսկ 29,000 դրամ ծախսելու գոյատևելու համար ամենաանհրաժեշտը գնել չի կարողացել։ Ծայրահեղ աղքատների թվում նաև բարձրագույն կրթություն ունեցողներ կան։ Չքավորության ամենացածր այս մակարդակում մինչդեռ չպետք է գտնվի եւ ոչ մի մարդ, եւ սա ոչ թե ինչ-որ մեկի բարի ցանկությունն է, այլ կառավարության հիմնական պարտավորություններից մեկը։ 2021-ին ընդունված հնգամյա ծրագրում խոստացել են վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Վիճակագրությունը փաստում է, առայժմ խնդիրը լուծել չի հաջողվել։ Աղքատությունը կլինի ծայրահեղ թե որևէ այլ, հաղթահարվում է աշխատանքով։ Աղքատության մասին խոսելիս կրթությանը զուգահեռ իշխանականները նաև աշխատանքի կարևորության մասին են խոսում։ Իրենցից տված խոստումը չկատարելու պատճառների մասին խոսելու փոխարեն վարչապետը հաճախ սլաքները թեքում է իրենց կողմից ու կրկնում իր արդեն հայտնի թեզը՝ աղքատությունն ընտրություն է։ Ոչ մեկ պարտավոր չի գնա առավոտից իրիկու աշխատի, որ դու քո 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պարկես ու սերիալ նայես, թոք-շոուներ նայես։ Մինչդեռ ծայրահեղ աղքատներ կան նաև աշխատողների թվում։ 2024-ին գործ ունեցողների 0.4%-ը կյանքի համար առաջին անհրաժեշտության ապրանք չի կարողացել գնել։ Պաշտոնական թվերի հիմքով մոտավոր հաշվարկը վկայում է, որ այդ պայմաններում են ապրում աշխատանք ունեցող ավելի քան 3,000 քաղաքացիներ։ Խոսքը միայն ծայրահեղ չքավորության մասին է։ Աղքատության ընդհանուր մակարդակը գործ ունեցողների շրջանում 19% է կազմել։ Այսինքն Հայաստանում մոտ 150,000 աշխատող աղքատ կա։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն չի, որ աշխատատեղ չկա։ Չկա, այդ խնդրեմ վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին եւ ուրիշ տեղերում իրանց ընտանիքները պահեին։ Իր այս վերջին ելույթում վարչապետը չանդրադարձավ գործազրկության երկնիշ ցուցանիշներին, ոչ էլ հիշատակեց այն 10%-ից նվազեցնելու իրենց իսկ տված խոստումը։ Պաշտոնապես գործազուրկ են համարվում այն մարդիկ, որոնք ցանկանում են աշխատել, գործ են խնդրում, սակայն չեն գտնում։ Ահա այս ցուցանիշով ըստ Համաշխարհային բանկի Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում հետնապահն է։ Ավելին, ամբողջ աշխարհի մասշտաբում Հայաստանը վատագույն 21-րդ ցուցանիշն ունի։ Աղքատությունը նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է։ Համաշխարհային բանկը չքավորությունը գնահատելու համար մի քանի հաշվարկ է իրականացնում։ Աղքատության ստորին շեմն այժմ ըստ Համաշխարհային բանկի օրական $3 է գնողունակության համարժեքությամբ։ Եթե մարդիկ այդքան ծախսել չեն կարողանում, հայտնվում են այդ խմբում։ Այս վիճակագրությունն էլ իր հերթին վկայում է, որ 2007 թվականից հետո մեծ փոփոխություններ առանձնապես չկան։ Վերջին տվյալներով 60,000 մարդ այդ պայմաններում է ապրում։ Աղքատության վերին շեմն օրական $8.3 է։ Այդ հաշվարկով Հայաստանի վիճակագրությունը վատագույններից է հետխորհրդային երկրների շարքում։ Բնակչության ավելի քան 56%-ը 2023-ի տվյալներով աղքատության մեջ է ապրում։ Ավելի վատ ցուցանիշ ունի միայն Qırğızstանը։ Ադրբեջանը վաղուց վիճակագրությամբ չի կիսվում։ Ուկրաինայի թվերն էլ 2020 թվականից հետո չեն թարմացվել։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին զեկույցը աղքատության ցուցանիշների բացվածքն է ցույց տալիս, հատկապես խոցելի են անչափահասները։ Մինչև 5 տարեկանների ավելի քան 30%-ը կամ շուրջ 55,000 երեխա աղքատության մեջ է ապրում։ Բարձր են նաև մանկական ծայրահեղ աղքատության թվերը։ 5-ից 9 տարեկան հազարավոր երեխաների համար ընտանիքները բավարար մթերք գնել չեն կարողանում։ Ծայրահեղ չքավորության թվերը բարձր են նաև երիտասարդների
տարիների շրջանում 25-ից 29 տարեկան երիտասարդների 1.1%-ը կամ շատ մոտավոր հաշվարկով շուրջ 2000 երիտասարդ 2024-ին չի կարողացել իր համար անհրաժեշտ մթերքը ձեռք բերել։ Այդ տարիքային խմբում աշխատողների ընդհանուր թիվը վերջին տվյալներով ավելի քան 110,000 է, 51,000 երիտասարդ տարբեր պատճառներով չի աշխատում։ Հայաստանի ամենաաղքատ մարզը դարձյալ Շիրակն է, բնակչության 43%-ը շարունակում է աղքատության մեջ ապրել, հաջորդում է Տավուշը 40% ցուցանիշով։ Վայոց ձորում պաշտոնապես աղքատ է բնակչության 33%-ը։ Ամենացածր թվերը դարձյալ Սյունիքում են, որտեղ գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Իսկ արդյոք վարչապետի տնտեսագետ գործընկերները նրան տեղեկացրել են, որ Հայաստանում եւ ընդհանրապես հետխորհրդային երկրներում հիմնական խնդիրը հարստության բաշխման խորը բևեռացումն է։ Հայտնի ֆրանսիացի տնտեսագետ Տոմա Պիկետի գլխավորությամբ գործող World Inequality Database-ի տվյալներով անկախությունից հետո այս խնդիրը չի լուծվում։ Հայաստանի ամբողջ հարստության մոտ 60%-ը բնակչության ամենահարուստ 10%-ին է պատկանում։ Աղքատ 50%-ի մասնաբաժինը 5%-ի էլ չի հասնում։ Ավելին, ամբողջ կարողության 25%-ը կենտրոնացած է ամենահարուստների 1%-ի ձեռքում։ Վերջին տարիների տվյալները վկայում են, որ ամենահարուստների կարողությունները ել ավելի են ընդլայնվում, մինչդեռ բնակչության կեսի մոտ էական փոփոխություններ չեն լինում։ Հայաստանի ու Ադրբեջանի թվերը առանձնապես չեն տարբերվում։ Վրաստանը շատ ավելի դրական վիճակագրություն ունի։ Պաշտոնական հաշվարկներին զուգահեռ վիճակագիրները նաև քաղաքացիներից հետաքրքրվում են, թե իրենց կենսամակարդակն ինչպես են գնահատում։ Այստեղ մի ուշագրավ հանգամանք կա։ Ցածր եկամուտ ունեցողները հաճախ հարցերին պատասխանելիս իրենց աղքատ չեն ներկայացնում։ Ամենաապահովներն ընդհակառակը իրենց հարուստ չեն համարում, նույնիսկ պատասխանում են, թե չքավորության մեջ են ապրում։ Իրենց հարուստ համարողների մասնագետները չեն հանդիպել։ Ընդհանուր առմամբ հարցվածների կեսից ավելին կարծում է, թե միջին կենսամակարդակ ունի։ Սա ուղիղ հակասության մեջ է մտնում Համաշխարհային բանկի թվերի հետ։ Կյանքի որակի մասին մարդկանց թյուրընկալումներն են պատճառը, թե պարզապես իրենց դրությունը ավելի լավ ներկայացնելու ցանկությունը կարելի է միայն ենթադրել։ Մարդկանց գրեթե 80%-ը պատասխանել է, որ տարվա մեջ գոնե 1 շաբաթ տանից դուրս արձակուրդ անցկացնել ի վիճակի չէ։ Մոտավորապես նույն պատկերն է եղել տարեկան մի քանի անգամ մշակութային կամ սպորտային իրադարձություններին մասնակցելու մասին հարցին։ Մարդկանց մոտ 65%-ն անհնար է համարել առանց պարտք վերցնելու միանգամից 45,000 դրամ անսպասելի ծախս անելը։ Հարցվածների մոտ 47%-ն էլ ասել է, որ չեն կարող գոնե 2 օրը մեկ իրենց մսով կերակուր թույլ տալ։ Պատասխանողների մոտ 50%-ն ամիսը մեկ անգամ խնջույքի գնալն է անիրատեսական համարել։ 34%-ը տան անհրաժեշտ ջեռուցումը։ 30%-ն էլ ասել է, թե չի կարող շաբաթը մեկ իր համար մի քիչ գումար ծախսել առանց մյուսների հետ խորհրդակցելու։ Այս պատասխանները վկայում են, որ փոխվում են նաև մարդկանց սպառողական կարիքները։ Բջջային հեռախոս ու ինտերնետ կապ ունենալն ավելի անհրաժեշտ են համարում, քան օրինակ առողջ սնունդն ու ջեռուցումը։ Միայն 6.5%-ն է ասել, որ ինտերնետ կապ իրեն թույլ տալ չի կարող։ Հայաստանցիների կարծիքով գոնե գոյատևելու համար ամսական 72,000 դրամ է պետք։ Լավ ապրելու համար 185,000-ն էլ կբավարարի։ Շատ լավ ապրելու համար անհրաժեշտ կլինի 385,000 դրամ։